Դանուբ գետով կիսված Հունգարիայի մայրաքաղաքի Բուդա և Պեշտ պատմական երկու հատվածներում էլ ցնծություն է։ Բուդապեշտի փողոցները հեղեղել են տասնյակ հազարավոր հունգարացիներ։ Նշում են երկրի համար խորհրդանշական վերածնունդն ու ժողովրդի միասնականությունը։ Երկրի վարչապետ Վիկտոր Օրբանի դարաշրջանն ավարտվեց, տապալվեց 16-ամյա տիրապետությունը։ Հունգարիայի ընտրություններում ընդդիմադիր Պետեր Մադյարի Տիսա կուսակցությունը ոչ միայն հաղթել է, այլև կարող է սահմանադրական մեծամասնություն ունենալ խորհրդարանում։ Բուդապեշտի կենտրոնում կողմնակիցների հաղթական հանրահավաքում Մադյարը հայտարարել է՝ միասին ազատագրել են Հունգարիան և տապալել Օրբանի ռեժիմը։ Շնորհակալ եմ, որ հավատացիք, որ կարող ենք փոխել մեր ճակատագիրը։ Հավատացիք, որ Հունգարիայի ժողովուրդը կարող է իր պատմությունը կերտել։ Հունգարիայի ժողովուրդը այո ասաց Եվրոպային, ազատ ու անկախ Հունգարիային, երկրում կարգ ու կանոն հաստատելուն։ Մարդիկ երջանիկ են, որ կարողացել են փոխել համակարգը, վերջ դնել Օրբանի վարչակարգին։ Վերջապես կարող եմ ասել, որ ես հպարտ հունգարացի եմ։ Վերջապես 16 տարի անց։ Այս իրադարձությանը սպասել եմ երկար տարիներ։ Հուսով եմ նոր կառավարությունը, նոր վարչապետը կլինի բոլոր հունգարացիների ղեկավարը, ինչպես նա խոստացել է։ Մեր հիանալի երկիրը 16 տարի գրեթե ավտոկրատ ռեժիմ է ունեցել, ինչը լրջորեն ազդել է Եվրոպայի վրա։ Սա պատմական պահ է ոչ միայն Եվրոպայի, այլև հունգարացիների համար, քանի որ մենք շատ ենք տանջվել այս կառավարության օրոք։ Ժամանակն է փոխել ամեն ինչ։ 16 տարի իշխանության ղեկին վարչապետ Վիկտոր Օրբանը Ֆիդես կուսակցության հետ ընդունել է պարտությունը և խոստացել շարունակել աշխատանքը որպես ընդդիմություն։ Ընտրությունների արդյունքը ցավոտ է մեզ համար, բայց պարզ, մեզ լիազորություն կամ հնարավորություն չտրվեց շարունակելու կառավարումը։ Ես շնորհավորում եմ հաղթող կուսակցությանը։ Այսօր դեռ չգիտենք, թե ընտրության արդյունքն ինչ կնշանակի մեր երկրի ու ժողովրդի համար։ Դա միայն ժամանակը ցույց կտա, սակայն ինչ արդյունք էլ լինի, մենք շարունակելու ենք որպես ընդդիմություն ծառայել մեր ազգին ու հայրենիքին։ Ընտրություններն անցկացվել են ինչպես համամասնական, այնպես էլ մեծամասնական ընտրակարգով։ Քվեաթերթիկների գրեթե 99%-ի մշակումից հետո Տիսա կուսակցությունը ստացել է 199 մանդատից 138-ը։ Վիկտոր Օրբանի Ֆիդես կուսակցությանը բաժին է հասել 54 մանդատ։ Եվս 6-ը կստանա ծայրահեղ աջակողմյան Մեր հայրենիք կուսակցությունը։ Խորհրդարան անցնելու համար Հունգարիայում կուսակցությունները պետք է հաղթահարեն 5%-ի շեմը։ Տիսայի առաջնորդի խոսքով ժողովրդավարական Հունգարիայի պատմության մեջ մասնակցության այսպիսի բարձր տոկոս երբեք չի գրանցվել։ Ընտրատեղամասերի փակվելուց 2 ժամ առաջ հայտնի է դարձել, որ ընտրություններին գրանցվել է ռեկորդային 74,23% մասնակցության ցուցանիշ։ Աշխարհաքաղաքական վերադասավորումների ֆոնին Հունգարիան փաստացի փոխում է արտաքին քաղաքական ուղղվածությունն ու համակրանքը։ Հունգարիան իր ընտրությունը կատարել է հօգուտ Եվրոպայի։ X-ի իր էջում գրել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը, շնորհավորելով հաղթած կուսակցության առաջնորդին։ Պետեր Մադյարին շնորհավորել է նաև Գերմանիայի կանցլերը Ֆրիդրիխ Մերցը հայտարարել է՝ անհամբեր սպասում է գործակցության հանուն հզոր, անվտանգ եւ առաջին հերթին միասնական Եվրոպայի։ Նոր առաջնորդի հետ հեռախոսազրույցի ժամանակ Ֆրանսիայի նախագահը Պետեր Մադյարին կոչ է արել համատեղ ջանքերով առաջ մղել առավել ինքնիշխան Եվրոպայի գաղափարը։ Բրիտանիայի վարչապետը Հունգարիայի հաղթանակը որակել է պատմական։ Թեպետ ռուսամետ Օրբանին փոխարինելու է գալիս Եվրոպամետ Մադյարին, Մոսկվան հայտնել է՝ հարգում է Հունգարիայի ժողովրդի ընտրությունը։ Венгры сделали свой выбор. Мы с уважением относимся к этому выбору. Հունգարիայում կատարել են իրենց ընտրությունը։ Մենք հարգանքով ենք վերաբերում այդ ընտրությանը։ Ակնկալում ենք, որ Հունգարիայի նոր ղեկավարության հետ կշարունակենք մեր միանգամայն պրագմատիկ շփումները։ Լսել ենք նրանց երկխոսությունը շարունակելու պատրաստակամության մասին։ Իհարկե, դա օգտակար կլինի եւ Մոսկվայի եւ Բուդապեշտի համար։ Մոսկվան դեռևս չի շտապում գնահատականներ տալ, սակայն հետաքրքրված է բարի դրացիական հարաբերություններ կառուցել։ Չնայած Կրեմլի հայտարարություններին, Պոլիտիկոն հրապարակել է Հունգարիայի ընտրությունների արդյունքում պարտվողների ու հաղթողների անունները։ Պարբերականը նշում է, որ Ռուսաստանը Եվրոպայի սրտում կորցրել է իր ամենահավատարիմ ու արժեքավոր դաշնակցին։ Պարտվել է նաև Վաշինգտոնը։ Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյդի Վենսն ապրիլի 7-ին Բուդապեշտում էր իր աջակցությունն էր հայտնել Վիկտոր Օրբանին։
Նիկոլ Փաշինյանը հաղթանակի առիթով շնորհավորել է Հունգարիայի ընդդիմության առաջնորդ Պետեր Մադյարին եւ նրա կուսակցությանը։ Նա գրել է. այս ժողովրդավարական ընտրություններն արտացոլում են հունգար ժողովրդի կամքը եւ երկրի ապագայի տեսլականը։ Չնայած բոլոր շնորհավորանքներին, Հունգարիայի ու Հայաստանի հարաբերությունների պատմության մութեջը մնացել է հայ ժողովրդի հիշողությունում։ 2012 թվականի օգոստոսի 31-ին Հունգարիան արտահանձնեց ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանին, որը 2004 թվականին Բուդապեշտում կացնահարել էր հայ սպա Գուրգեն Մարգարյանին։ Ադրբեջան վերադառնալուն պես Սաֆարովը ներում ստացավ նախագահից, ազատ արձակվեց, բարձրացվեց զինվորական կոչումը եւ արժանացավ հերոսացման։ Արտահանձնումը միջազգային սկանդալ առաջացրեց եւ հանգեցրեց Հայաստանի ու Հունգարիայի դիվանագիտական հարաբերությունների խզման։ Իդեպ Բիշկեկում կայացած թյուրքական պետությունների կազմակերպության 11-րդ գագաթնաժողովում Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը պարգևատրվել է թյուրքական աշխարհի բարձրագույն շքանշանով։ Մարիկ Օստանյան, Էպիկենտրոն։